Գալստյանն ասաց, որ ընդդիմությունից 9 հոգի ներկա չէ, նկատի ուներ, որ եթե այդ 9 հոգին լիներ, ապա բոյկոտը կհաջողեր։ Սիրելի հայրենակիցներ, տեսեք, կա ակնհայտ փաստ, որ ընդդիմադիրները ընդհանուր թվով 33 հոգի է ստացել ընդդիմադիր մանդատ։ Արտակ Գալստյանը, որ խոսում է ինչ որ մեկը ներկա չի, ինքը ամենը քիչ ունի խոսելու տեղը, որովհետև երբ որ ինքը գտնվում էր կալանավայրում, իդեպ մենք դրա համար իրան որևէ պահանջ չենք ներկայացրել, բայց եթե ինքը այդքան մտահոգված էր, որ թվերը համապատասխանեին, թող մանդատից հրաժարվեր, իրանց ցուցակով մյուսը գար, այդ ժամանակ իրապես կունենային 33 հոգի եւ կկարողանայինք տապալել, բայց ախր ժողովուրդ ջան, հանրային ձայն խմբակցությունը մենք բոլորս գիտենք, որ Վարդան Ղուկասյանի ռեյտինգի շնորհիվ է ստացել իր քվեն։ Տվյալ 3 անձինք Վարդան Ղուկասյանից տարանջատվել են եւ ծառայում են ԿՊ-ին, որովհետեւ եթե տեսեք, մենք Մայր Հայաստանը, ես, իմ ընկեր Գևորգ Ստեփանյան, մենք հայտարարություն արեցինք, չէ՞, մենք ասենք ժողովուրդ ջան, պետք է ամեն բան անել, որպեսզի տապալվի, որովհետեւ իշխանությունը ունի 32 ձայն։ Ես 9 հոգու համար պատասխան չեմ կարող տալ, բայց մեր խմբակցության հարգարժան քարտուղար պարոն Հարոյանը 2 շաբաթից ավել 60 տարեկան մարդ է, հիվանդանոցում է երկկողմանի թոքաբորբով։ Եթե մեր նպատակը իրապես ԿՊ-ի թալանը տապալելն է, ապա մենք պետք է տեսնենք, որ միջոցն է իրատեսական։ Այո, շատ լավ կլիներ 33-ով այստեղ լինենք, դեմ քվեարկենք, բայց քանի որ ակնհայտ է, որ 33 հոգի չկա, կա մեկ այլ մեխանիզմ։ Եթե որևէ մեկը չի մասնակցում քվեարկությանը, լինում է թեկուզ եթե լինում է 32 կողմ, միևնույնն է տապալվում է եւ մյուս տարի կունենայինք անվճար աղբահանություն, անվճար ապօրինի թանկացված պարկինգ եւ մնացած բոլոր տեղական վճարները։ Տեսեք, մենք այս մարդկանց հետ ի սկզբանե փորձել ենք իրավական քաղաքական մեթոդիկայով շփվել։ Ես պատիվ եմ ունեցել Մայր Հայաստան խմբակցությունը ներկայացնելով պաշտպանել երևանցիների շահերը դատարանում։ Իմ գործընկեր Վայե Գրիգորյանի հետ մենք արդեն դատարանում 4 հատ հաղթական վճիռ ունենք։ Բայց այս մարդիկ անverջ բողոքարկում են ու անտեսում են իրականությունը։ Օրենքը ասում է տեղական վճարը քաղաքային իշխանությունը պետք է սահմանի փոխհատուցման սկզբունքով, այսինքն ինչքան տվյալ ծառայությունը նստում է քաղաքային սուբյեկտի վրա, հենց այդ գումարն է պետք է ստանան մինչև թանկացումը, երբ որ 12000 դրամ էր։ Արդեն իսկ հավաքվում էր 900 միլիոն դրամից ավել գումար։ Իսկ մեր պաշտոնական հարցման ի պատասխան թե ինչքան գումար է անհրաժեշտ կարմիր գծերի ծառայությունը մատուցելու համար, գրել են 450 միլիոն։ Այսինքն առանց որևէ թանկացման արդեն իսկ կրկնակին հավաքվում էր։ Այս մարդիկ զբաղվում են քաղաքական աճպարությամբ, իրանք իրավունքը, արդարադատությունը անտեսում են։ Իսկ այս երկու երիտասարդները արդեն պարզ ստույգ հրապարակային ասում ծախված են։ Չգիտեմ իրանց վախեցրել են թե փող են տվել, իրանց գործն է։ Իմ համար տարբերություն չկա։ Եթե մարդ որոշում է դառնա անդիմադիր, ինքը պետք է հասկանա, որ լինելու են բռնաճնշումներ, լինելու են գայթակղիչ առաջարկներ։ Պետք է այդ ամեն ինչը դու քո մեջ մի հատ տեղավորես, հասկանաս, որ դու գնում ես պայքարելու, լինելու է դժվար եւ երբեմն տհաճ, եւ գազ եւ մինչեւ վերջ պայքարես։ Իսկ մարդիկ ծախվեցին, մենք բոլորը զայրացած ենք ինչու, որտեվ 2 տարի է պայքարում ենք այս ապօրինության դեմ։ Ու եթե իրանք այսօր չմասնակցեին քվեարկությանը, մենք հաղթելու ենք։ Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանին, ես արդեն որի-որ անգամ նա ասում է, որ հենց մի բան մենք ենք ասում, ասում է պարոն Հակոբյան, ձեր քուչում չեք։ Հիմա քանի որ ինքը տենց ասում, դրա համար եմ կներեք, ես բառամթերք օգտագործում եւ ցիտում, բայց եթե մեր քուչում լինենք, ինքը հաստատ սեղանի գլխին նստած չէ լինի, այդ մեկ։ Երկրորդն է, եթե ես քվեարկությունից առաջ լայվ եմ անում ու ասում եմ, ով ընդդիմադիրներից քվեարկի Նիկոլականը, այդտեղ դուք ինչ որ քուչի խոսույթ եք տեսնում, թե նույնիսկ Նիկոլ Ավինյանը ընդունում, որ Նիկոլականը դա հայոյանք է։ Եթե այդպես է, ներողություն կխնդրեմ։ Եթե Ավինյանը ասի, որ Նիկոլական բառը իրապես քուչի բառը, կեղտոտ հայոյանք է, ես ներողություն կխնդրեմ։ Բայց ես տեսեք, ես ասում եմ, եթե մարդ գիտակցված դեմ է քվեարկում, բայց գիտի, որ ամեն դեպքում այդ իր քվեարկությունը կապ չունի դեմ, կողմ թե ձեռնպա, միևնույն է քվորում է դրանով ապահովում եւ թանկացումը անցնում է, ապա այո, նա Նիկոլական է, նա իշխանամետ է, նա ծախված ընդդիմադիր է, նա դավաճանել է իր գաղափարներին եւ հանրային ձայնի դեպքում ժողովուրդ ջան, դա ամենասուրն է, որովհետեւ եթե դու ստացել ես մանդատ ամենա հակատրադիցիոն կերպով, այսինքն դու քաղաքական խոսույթ չես ծավալել, քաղաքական գործունեություն չես ծավալել, դու սաղ որ եկել ես Նիկոլին մերում անուք ես քրֆել։ Ու այդ քրֆելու արդյունքում մեր հանրության այն զանգվածը, որը թե իշխանությունից, թե ընդդիմությունից հոգնած եւ զզված են, իրենց դուր է գալիս, որ մեկը գա բոլորին հայոյի, ինչի իմ համար անընդունելի է, լինի
ընդդիմադիր թե իշխանա, որ ցանկացած մարդով հանրային խոսույթում օգտագործում է հայոյան, ես այդ մարդուն չեմ հարգում, որովհետև դրանով նա հենց չի հարգում մեր սեփական հանրությունը, որովհետև դա ծառացվում է։ Հիմա տեսեք դոգը արդեն նստած է, բայց այդ կուլտուրան արդեն շարունակվում է, այդ վակուումը վերցվում է, որովհետև այդ խայպաժոռությունը հիմա շատ ակտուալ է դառել եւ մարդիկ պատրաստ են թե հայոյել, թե վիրավորել, զուտ որպեսի ստանան այդ դիտումները։ Հիմա իմ ասածը շատ պարզ է, որ չի կարելի գալ ընդդիմադիր խոսքերով ստանալ մանդատ, հետո գնալ եւ ծառայել Տիգրան Ավենյանին։ Հանրապետության ներկայացուցիչը նշեց, որ այնինչ չեք կարողացել ամռանը անեք, հիմա եկել եք ձմռանը այստեղ դահլիճում իրավիճակ լարեք, այնինչ Չէ, ինքը երևի սխալ եք լսել, Մերի ջան, ուրիշ բաներ ասում էր ինչ որ ամառը կարում եք անել, հիմա չեք կարում անել, ի նկատի ունի բոյկոտի քարոզը, չէ, ինքը հա, բայց չէ, դե ինքը ասեց ձմռանը չեք կարող անել, դրա համար դահլիճում եք, հա, ինքը սխալ է հիշում, որովհետև մեր Արգաժան դուք էլ Էդգարն էլ մերն է, դուք մեր հետ եղել եք, մեր բոյկոտի հենց կոչերը եւ աշխատանքը փողոցի եղել է հենց ձմռանը եւ մենք շատ շնորհակալ ենք մեր քաղաքացիներին, որ այն ժամանակ միացել են մեզ եւ առ այսօր բոյկոտը շարունակվում է, դրա համար Նիկոլը ստիպված է Ավենյանին 3 միլիարդ փող դուրս գրել, որպեսզի իրանց սակերը փակեն։